25 տարի առաջ փետրվարի 13-ը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Ազգային զարթոնք խորհրդանշող այդ եւ նախորդող երկու օրերին Արցախում կայացան առաջին ցույցերը։ Արցախցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ ցուցապաստառներով, Լենինի եւ Գորբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ եւ սկսել վանկարկել «Միացում Հայաստան»։ Այդ օրերին Ղարաբաղցին հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին, սակայն այս գործողությունն էլ իր նախապատմությունն ուներ։ Եթե ավելի հեռուն գնանք Արցախյան խնդրի հետ կապված, դերևս 40-46 թվականին Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարներ դիմել միութենական մարմիններին այն պատճառաբանությամբ, որ հայրենադարձության հետ կապված նրանց տեղավորելու զգալի խնդիրներ առաջանում, հարցին ընդառաջ չգնացին 60-ական թվականների կեսերին, 65-66 թվականներին եւ մեր Կենտկոմից Քոչինյանի գլխավորությամբ համապատասխան այսպես նամակ խնդրանքեր ուղղել Կենտկոմ միութենական եւ Ղարաբաղում սկսվեց մի շարժում, որտեղ համատարած այսպես ստորագրի հավաք էր սկսվել եւ դիմեցին միութենական մարմին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ Կենտկոմ, որսի ընդառաջվի Ղարաբաղի հետ միավորումը Հայաստանի հետ։ Ընդ որում ինչքան որ ես գիտեմ ուսումնասիրության արդյունքում խնդիրը քննարկվել է եւ դա հանձնարարվել էր այդ խնդրով, որ զբաղվելու Սուսլովին, որը պատասխանատու էր, եթե չեմ սխալվում, կուսակցության գաղափարախոսական այս ուղղության համար։ Բայց բնականաբար չընդառաջեցին եւ այստեղ նաեւ շատ մեծ դեր խաղաց Ալիևի գործոնը, որը նոր էր դարձել Ադրբեջանի Կենտկոմի քարտուղար, առաջի քարտուղար եւ իր ամբողջ այսպես գիտակից կյանք նա եղել էր անվտանգության մարմիններում եւ Կենտկոմի առաջին քարտուղարը դարձել Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի պաշտոնից եւ սկսեցին հակաքայլերը, նախ այդ ակտիվիստներին մեկուսացրեցին, արտաքսեցին Հայաստանից, ապա աշխատավորական կոլեկտիվների դիմումներ հղեցին, կոլեկտիվի անունից կնիքները դնում էին ուղարկում Կենտկոմ, որ ոչ մի այդպիսի խնդիր չկա, դա մի քանի այսպես ծայրահեղականների, ազգայնականների պահանջ է ընդամենը եւ փակվեց այդ հարցը։ Հարցը նորից վերստին բացվեց, երբ որ ԽՍՀՄ նոր սահմանադրություն, այսպես ասած, զարգացած սոցիալիզմի սահմանադրության քննարկումն էլ, բայց էլի փակվեց եւ նոր թափ ստացավ 80-ականների երկրորդ կեսին, երբ որ արդեն Գորբաչովի ժամանակ հռչակվեց նոր սկզբունքներ, ժողովրդավարություն, դեմոկրատիա, ազատություն, չգիտեմ, տեղ վերակառուցում, ազատություն հասկացություն չկար այդ լոզունգների մեջ, դեմոկրատիա եւ վերակառուցում, արագացում, չգիտեմ, եւ ուրեմն դեռևս 87 թվականին նույնպես հադրութից սկսվեց ակտիվիստների, որի մեջ էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, պատմության ֆակուլտետի հայրենասեր երիտասարդ, դիմեցին Գորբաչովին Ղարաբաղի խնդրով։ Այդ դիմումից հետո հունվարի սկսվեց հադրութում, ապա ամբողջ Ղարաբաղում ստորագրահավաք եւ ապա ստորագրահավաքից հետո նաեւ անհատական հերագրեր Ղարաբաղը Հայաստանի միավորելու պահանջով։ Կար վտանգ, որ հնարավոր է 60-ականների ճակատագրին արժանա, բայց այս անգամ մարդիկ չբավարարվեցին փաստորեն, Ղարաբաղցիք երևի այդ պատմության այդ դառը փորձը, որ միայն ցանկությամբ լավ հերագիրը տվեցի, քո ցանկությունն ստորագրեցի, նստեցիր տանը, քո պահանջին տեր չկանգնեցիր, ինքը իրեն լուծվելու է եւ ահա առաջին խոշոր հենց քայլը փետրվարի 12-ի այս հանրահավաքն էր։ Ժողովուրդը միակամ նորից խնդիրը դրեց, հաջորդ օրը շրջխորհուրդ այդ իր որոշումը կայացեց, հադրութի շրջանաժողովրդական պատգամավորի շրջանային խորհուրդը, ապա գնաց նաև մյուս շրջաններ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, բացառությամբ բնականաբար Շուշին, որտեղ մեծամասնություն հայաթափվել էր դերևս 18-20 թվականներին եւ հայ ազգաբնակությունը բուն Շուշի քաղաքում փոքրամասնություն էր, առավել եւս ցածր տոկոսային հարաբերությունը հայերի եւ ազերների շրջանի մասշտաբով։
Համազգային զանգի ղողանջներն արձանագրեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում, իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, 13-ի տրամաբանական շարունակությունն էր։ Ընդառաջելով բնականաբար շրջխորհրդի նստաշրջաններում կայացած որոշումներին եւ մարզային խորհրդի падգամավորների պահանջին, հրավիրվեց մարզխորհրդի արտահերթ նստաշրջան փետրվարի 20-ին։ Ադրբեջանական իշխանությունները իրենց դրածոյի ժամանակ չնայած հայեր մարզային կուսակցության այդ կոմիտեի առաջին քարտուղար Գևորգովը, որքան էլ ցավալի ծագումով կապանցի, Երկենանց գյուղից եթե չեմ սխալվում, ամեն ինչ անում են, որպեսզի չկայանար այդ մարզխորհրդի արգելափակել ճանապարհների թույլ չտալ, բայց մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ փետրվարի 20-ին։ Արդեն այդ արձագանքները շրջխորհուրդների մասշտաբով եւ սպասվելիք մարզխորհրդի նիստի մասին արդեն իրականացվել էին Հայաստանում փետրվարի 19-ին, արդեն հայաստանյան այդ շարժումը սկսվեց փետրվարի 19-ին զորավիգ լինելու աչակցելու արցախյան մեր եղբայրներին, որպեսզի իրենց իսկ ցանկությամբ առաջադրված հարցերը ընդունվեն։ Փետրվարի 20-ին ընդունվեց այդ պատմական որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իդեմս իր իշխանության բարձրագույն մարմնի մարզխորհրդի նիստի ընդունեց դիմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանին միացնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ եւ հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդներին միջնորդելու մասին։ Իսկ արդեն Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր, փլուզվող ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ։ Նպատակը խեղդել արդեն սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը։ Հետագա ժամանակաշրջան ցույց տվեց, որ զուտ այդ ցանկությունները ոչինչ կարող են եւ չարժենալ, եթե չլներ եւ Ղարաբաղում եւ Հայաստանում ժողովրդի այդ հաստատակամությունը, այդ խնդիրը միջև վերջ տանելու։ Որքան էլ որ կենտրոնական կոմիտեն ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ցանկանում էր հարցին այլ բնույթ տալ, իմ հասակակիցները հիշում են այն ժամանակվա լրատվամիջոցներում այդ համաժողովրդական շարժումը բնութագրվում էր որպես մի խումբ էքստրեմիստների ուղղակի հրահրած հավաքներ եւ այլն, եւ Հայաստանում պարետային ժամ մտցվեց արդեն մարտ ամսից փետրվարին Ղարաբաղյան այդ ժողովրդի կամ արտահայտության արդյունքը եղավ այն, որ փետրվարին գիտեք 27-28-ին Սումգայիթում մասսայական ջարդերը սկսվեց հայերի, բայց միևնույն է, ինչպես ասում են, արդեն այդ ջինը դուրս էր եկել շշից եւ վերադարձնել հնարավոր չէ եւ նույն այդ ժողովրդի այդ պայքարելու իրենց ոչ միայն խոսքի իրենց ճակատագրի տերը լինելու այդ կամ արտահայտությունը իր պտուղները տվեց։ Թվում էր, թե այս ամենից հետո Եվրոպան պետք է կանխարգելիչ լուրջ քայլեր ձեռնարկեր, բայց ընդհակառակը իրեն զոհ, իսկ հայերին ագրեսոր ներկայացնող ադրբեջանական հակահայկական քարոզչությունն իր սև գործը կարելի է ասել արեց։ Միջազգային հանրությունը լռեց, ինչը հանգեցրեց 1990-ի Բաքվի արյունալի իրադարձություններին եւ հայերի տեղահանությանը, որից հետո էլ արդեն ռազմական գործողություններ ընդդեմ Արցախի։ Հունիսի 15-ին, եթե չեմ սխալվում, ԽՍՀՄ գերագույն խորհուրդը ընդունեց այդ որոշումը, որով ընդառաջեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզային խորհրդի որոշմանը Հայաստանի միավորվելու հարցում Ղարաբաղի ժողովրդի ցանկությանը, բայց իհարկե մենք հանրապետություն ենք, մենք ունենք մեր իշխանության տեղական հանրապետական մարմիններ, բայց քանի որ որպես այդպիսին միջազգայինորեն ճանաչված էր մեկ պետություն, ԽՍՀՄ հարցը միայն կարող էր լուծվել ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների համապատասխան որոշումների արդյունքում, ինչը եւ չկատարվեց, որովհետեւ կար այն բախը, որ դա դոմինոյի էֆեկտ կտար եւ ԽՍՀՄ բավական այդպիսի խնդիրներ կար եւ ներսում եւ չգիտեմ իդ արտաքին հարևանի հետ եւ ներսում հանրապետությունները միմյանց հետ որ տրատակից չէին կարող դուրս գալ եւ հուլիսին տեղի ունեցավ այդ գերագույն խորհրդի ԽՍՀՄ նիստը, որտեղ միանշանակորեն մերժվեցին մեր հայ
պատվիրակության անդամները, որքան էլ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Համբարձումյանը, որքան էլ փորձեցին խնդրի եւ պատմականությունը եւ արդիական նշանակությունը եւ արդարացիությունը համոզել, բայց դա ոչինչ արժեցավ միութենական մարմինների համար։ Նու հետագայում արդեն գիտեք, այդ խնդիրը արդեն Ղարաբաղյան հարցը նաեւ դարձավ լեյտմոտիվը նաև մեր անկախության շարժման, որտեղ այդ ժամանակ անկախության հարց չէր դրվել եւ չէր կարող դրվել մարդկանց մեծ մասի համար ԽՍՀՄ-ից դուրս ապրելու այդ գաղափարը դեռ ընկալելի չէր, բայց այդ շարժման հետ նաև կամաց արդենք ներարկվեց այդ գաղափարը, որովհետեւ հասկացանք, որ մենք կարող ենք մեր ուժերով այդ խնդիրը լուծել եւ անկախության գաղափարը դարձավ նաև մասսաների սեփականություն ու մեր անկախության ձեռքբերումից հետո մեզ նաև հաջողվեց թերևս մեր պատմության այն եզակի դեպքերից էր, երբ հաջողվեց ոչ միայն պահպանել մեր տարածքը, այլև ազատագրել վաղուց կորուսված տարածքները։ Սա է իրականությունը եւ այսօր արդեն, չգիտեմ, ինձ համար նույնպես մի տեսակ այդ ժամանակի զգացողությունը կարծես թե եւ լավ հիշողությունների որոշակի իհարկե տխրություն է բերում, որովհետեւ բավականին ժամանակ է արդեն անցել 25 տարի, սա անձնական բանում մեծանում ենք, բայց փառք Աստծո այսօր կա Հայաստանը, կա Ղարաբաղը եւ ես համոզված եմ, ինչպես ժամանակին Սարգսյան Վազգենն է ասել, 21-րդ դար մերն է լինելու։ Անցել է 25 տարի, բայց Սումգայիթի, Բաքվի, ինչու՞ չէ Մարաղայի ցեղասպանություններն իրականացնողները մինչ օրս անպատիժ են մնացել, իսկ փաստերը շարունակում են աղաղակել։ Կա եւս մեկ անհերքելի փաստ՝ ազատ ու ինքնիշխան Արցախի նոր սերնդի անկարելի է ստիպել ապրել մեկ ուրիշի լծի տակ։ 25 տարին քիչ չի, ավելի քան մեկ սերունդ է, արդեն որ նրանք բացարձակապես չեն տեսել ադրբեջանական նամեստիկների տեղապահների իշխանություն, նրանք ինքնուրույն իրենց կյանքն են ապրել, իրենց կյանքն է վարել, իրենք են իրենց համար նորմալ ստեղծել համակեցության կանոններ ստեղծել, դրանով ապրում եւ այսօր այդ մարդուն ստիպել որ գիտեք պետք է հետ դառնալ Ադրբեջանի իշխանության ոչ մի տեսակ ընկալելի չէ եւ չեմ կարծում որ այս կարգով պետք է լինի, իհարկե այստեղ մնում է խնդրի, ասենք ռազմական լուծում, բայց այս առումով նույնպես փառք Աստծո մեր եւ բանակի, որքան էլ մենք այսօր ասենք ներ Հայաստանյան, չգիտեմ, դժվարություններ բարձր ունենք, բայց եւ առավելապես դա պայմանավորված է եղած օբյեկտիվ հանգամանքներով, բայց միևնույն է եւ ոչ միայն մեր, այլև դիտորդների, էքսպերտների նաեւ կարծիքով այսօր մեր բանակը ամենամարդնակն է տարածաշրջանում եւ եթե այդպեսին չլներ, ապա ռազմական լուծման փորձերը ոչ թե կլինեին զուտ, ասենք, այսպես ագիտացիոն, չգիտեմ, մակարդակի վրա, այլ իրական տեսք կստանային։ Ղարաբաղյան շարժման ակտիվիստներից է Գրիգոր Թադևոսյանը, տեղական կոմիտեի անդամ, 1991-94 թվականներին շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։ Նա մասնակիցն էր այն տարիների հեղաշրջմանը եւ այսօր ավելի քան այլոք բարձր է գնահատում ազատ ու անկախ ապրելու գինը։ Ոչ միայն մեծ է այն ժամանակվա իշխանությունների կամ սահմանը պահպանող տղաների, այլ բոլորի, ովքեր ապրում էին այս քաղաքում եւ կամ ցանկացած գյուղում, որտեւ մենք հաճախ երկրապահը ընկալում ենք որպես միայն այն տղաներին, ովքեր զենք են վերցել սահմանը պահպան, բայց երկիր պահողը այդ ուսուցիչն էր, այն աշակերտն է, որ գնում էր դպրոց, այն բանվորն է, որ գնում էր աշխատանքի, այլ ձև երկիր պահել եւ ովքեր մնացին, պահեցին այս երկիր եւ հիմա բացարձակ մեծամասնությամբ երկրապահ ենք։ Այսինքն այն ժամանակվա այստեղ ապրող ամեն մեկը անկախ ամեն ինչից հենց իր աշխատանքի գնալով իր այդ ռմբակոծությունների ժամանակ այդ իր փոքրիկ ապաստարանում պատսպարվելով, բայց քաղաք չլքելով նպաստեց այս հաղթանակին եւ այստեղ եւ Ղարաբաղում, նույնը եւ Ղարաբաղում
որովհետև եթե չլինեն այդ բժիշկն ու բուժքույրը, չլինեն ուշչիչն ու այդ բանվորը, ես չգիտեմ, ում համար պետք է եւ հանուն ինչի պետք է այդ զենքը ձեռքին, այդ երիտասարդը, զինվորը կամ երկապահ կամ ավարականը այնտեղ ինչ ոգով, ինչ սրտով պետք է կռվեր, երբ որ իր թիկունքին պահպանելու բան չկա։ Վերջը երկիր միայն այդ սարն ու ձորը կանաչն ու անտառը չէ, այդ մարդիկ են առաջին հերթին եւ այդ մարդկանց համար կյանք տվեցին եւ այդ տարածքի ու այդ տարածքի վրա ապրող մարդկանց եւ դրա համար 1000 փառք նրանց ովքեր իհարկե իրենց կյանք տվել, բայց եւ 1000 փառք այն մարդկանց, ովքեր իրենց ապրելով են հաստատել մեր լինելիության իրավունքը, մեր հավիտենականության, հավերժության իրավունքը։ Եթե փորփրես մի կորած ժողովրդի պատմություն, այդ ժողովուրդը մի օրում հարություն կառնի, իսկ եթե գողանաս մի ժողովրդի պատմություն, նա կդադարի գոյություն ունենալ։ Սա բոլոր Ղարաբաղի ակտիվիստների կարծիքն է։ Մեր թշնամին դիվանագիտական եղանակով հենց դրան էլ ձգտում է։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածաշրջանային փուլը հատեց եզրագիծը։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լևոն Մարգարյանը խոստմանը համաձայն չորեքշաբթի ամփոփեց տարածաշրջանային փուլի արդյունքները։ Ընդհանուր առմամբ օլիմպիադաները անցել են հանգիստ, խաղաղ, 100 պատշաճի, մասնակցել են 2455 աշակերտներ, Գորիսում 15 առարկայից, մնացած տարածաշրջաններում 14 առարկայից, որովհետև միայն ֆրանսերեն օլիմպիադան անցկացվել է Գորիսում, ուրիշ ոչ միտեղ։ Այդ մասնակից աշակերտներից մոտ 600-ը անցել են մարզային փուլ։ Օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկելու է փետրվարի 23-ին եւ տևելու է մինչեւ մարտի 14-ը։ Թվով 600 աշակերտ մասնակցելու է 14 առարկաների գիտելիքների ստուգատեսին։ Այն անցկացվելու է Կապանում։ Լևոն Մարգարյանի խոսքով կազմակերպական առումով որևէ խնդիր չի լինի։ Տարածաշրջանային փուլն անցկացնելուն մեծապես օգնել է Սյունիքի մարզպետ պարոն Խաչատրյանը։ Պայմանավորվածություն ունենք նաեւ մարզպետի հետ։ Օլիմպիադան մարզկենտրոնում անցկացնելու, սկսվելու է փետրվարի 23-ից եւ տևելու է մինչեւ մարտի 14-ը։ Յուրաքանչյուր օր 1 առարկա։ Օլիմպիադային կմասնակցեն Գորիս, Սիսիան, Մեղրի տարածաշրջաներից առաջին 3 տեղ գրավածները, իսկ Կապանը նաեւ 4-րդ տեղերը, քանի որ մասնակցում է նաեւ Քաջարան քաղաքը։ Անլուծելի որևէ խնդիր չեմ տեսնում։ Ոչ երեխաների տեղափոխման, ոչ ծննդի կազմակերպման, կարծում եմ կարողանանք կազմակերպել այնպես, ինչպես կազմակերպեց քաղաքային կամ տարածաշրջանային օլիմպիադաները։ Այս տարի տարածաշրջանի գյուղական դպրոցներից մեծ թվով աշակերտներ են մասնակցել օլիմպիադային եւ գրավել մրցանակային տեղեր։ Շատ մրցանակային տեղեր ունեն գյուղական դպրոցի երեխաները։ Արծվանիկ, Դավիթբեկ, Եղեկ, Սյունիք, Շինուհայր, Հարժիս, Ակներ, Վերիշեն, Աշոտավան, Գորայք, գյուղական դպրոցի երեխաները, իսկ ամենամեծ մասնակիցները կունենան ավագ դպրոցները եւ միջնակարգ դպրոցները, հասկանալի պատճառներով հիմնական դպրոցները մասնակցում են միայն 9-րդցիները, բնականաբար նրանք շատ մասնակիցներ չեն ունենա։ Իսկ որ գյուղական դպրոցները մասնակցելու են, դա արդեն ուրախալի փաստ է։ Ինչ վերաբերում է արձանագրված արդյունքներին, ապա 2455 մասնակիցներից առաջին տեղ գրավել է 193, երկրորդ տեղ 176, երրորդ տեղ 186 աշակերտ։ Չորրորդ տեղ գրաված մասնակիցները միայն Կապանից են 46 հոգի։ Ընդհանուր առմամբ Կապանից մասնակցել է 826, Գորիսից 649, Սիսյանից 780, Մեղրու տարածաշրջանից 200 աշակերտ։ Միավորները համեստ են։ Մի կողմից դա ինձ ուրախացնում է, որովհետև ապացույցն է այն բանի, որ ինֆորմացիա չի եղել։ Աշակերտները կանխավ չեն իմացել առաջադրանքների մասին։ Մյուս կողմից էլ պետք է սթափեցնի դպրոցներին, դպրոցի տնօրեններին
որ այս միջակ միավորներով երկար քայլել չենք կարող։ Փաստ եմ, որ 20 միավոր միայն ստացել են քիմիա առարկայից 4 հոգի մարզում։ Մնացած պարագաներում ունենք տարբեր միավորներ, հայոց լեզվից օրինակ ամենաբարձրը 16 միավոր է։ Եվ այսպես մնացած բոլոր առարկաներից նույնպես բավական համեստ միավորներ ունենք։ Մաթեմատիկա առարկայի օլիմպիադան անցկացվել է էլեկտրոնային եղանակով եւ ունեցել է 1800-ից ավելի մասնակիցներ։ Ավելացնենք, որ մարզային փուլը սկսելու է հայոց լեզու եւ ավարտվելու է նախնական զինվորական պատրաստություն առարկաներով։ Այն անցկացվելու է բոլոր օրերին, բացի կիրակի եւ տոն օրերը։ Վերջին օրերին դիտված արևոտ ու տաք եղանակը, ինչպես նաև անձրևները ստիպում են մտածել, որ ձմեռն այս տարի իր լիազորություններն ավելի շուտ է վայր դրել, քան երբևէ։ Սակայն Սյունիքի մարզային հիդրոօթերևութաբանական ծառայության պետ Ժորա Գևորգյանն այսօր տեղեկացրեց, որ ուրախանալու համար դեռ վաղ է եւ չշտապենք ազատվել տաք վերարկուներից ու երկարաճիտ կոշիկներից։ Ճիշտ է, առաջիկա օրերին ձյուն, համենայն դեպս Սյունիքի մարզի հովիտներում չի սպասվում, այնուամենայնիվ մինչև փետրվարի վերջը դեռ ժամանակ կա։ Ժամանակ կա, բայց երևույթները թվում է, թե իրոք ավարտվել է, դե ասեմ ձեզ վաղը 14-ին, 15-ին մեզ մոտ սպասում է, Սյունիքում սպասում է առավելապես առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը բարենապաստ դրական մինչև 15-ից 18 աստիճան ցերեկը, իսկ գիշերը 0-ից 2 աստիճան տաքություն։ Նախալեռներում սպասում է 0-ից -5 աստիճան ցրտություն, իսկ ցերեկը 8-ից 13 աստիճան տաքություն։ 16-ին, 17-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասում է թույլ տեղումներ, իհարկե կդիտվի նորից անձրևի տեսքով, տեղ-տեղ, ոչ թե համատարած, այնպես որ դեռ չենք կարող ասել ձմեռը ավարտված է, այսօր առավոտյան Գորիսում բավականին ձյուն է տեղացել, բարձր լեռնային գոտիներում դեռ ձմեռ է։ Նախնական կանխատեսումների համաձայն փետրվար ամիսն այնքան էլ ցուրտ ու ձյունառատ չէր, ինչին ինքներս ականատես եղանք։ Փետրվար ամսվա կանխատեսումները սպասվում է ամսվա միջին ջերմաստիճանը 3-ից 5 աստիճան տաքություն, օդի ամսական միջին ջերմաստիճանը, իսկ նախորդ տարիներին մինչև 3 աստիճան էր կանխատեսում, որը արդարացվում է, այս կանխատեսումները իրոք արդարացվեց եւ հավանական է մինչև վերջ կպահպանեն մեր կանխատեսումները։ Ժորա Գևորգյանի խոսքով քաղաքի որոշ հատվածներում արդեն նկատելի են հոնի ծաղկած ծառեր, դա խոսում է այն մասին, որ բնությունն արդեն արթնացել է քնից։ Ջերմաստիճանը դրական էր, բայց գիշերները ջերմաստիճանը կտրուկ նվազում է, մինչև 0 աստիճան -1 գրանցվել է մեզ մոտ, հնարավոր չէ, որ շուտ վեգետացիան շուտ սկսվի, առայժմ ընթանում է նորմալ հունով։ Իդեպ այս տարի քաղաքամայր Երևանն ավելի ձյունառատ էր, քան Կապանը։ Դա պայմանավորված է նրանով, որ տաք հոսանքները հարավ-արևելքից մեզ մոտ ավելի շուտ ներթափանցվեց, քան Երևան կամ մյուս մարզերում։ Մեզ մոտ տեղումները կարելի է ասել սակավ է եղել, բայց խոնավությունը ապահովում է։ Բարձր լեռնային գոտիներում տեղումները նորմալից ավել է։ Մարտ ամսվա համար Ժորա Գևորգյանը ոչինչ չասաց, մնում է սպասել որոշ ժամանակ, որպեսզի առավել ճշգրիտ կանխավարկած ունենանք գիժ ամսվա եղանակի մասին։